Թուրքիայի հետ մեր երկխոսությունը ես կարող եմ անկեղծ ասել, չունենալով դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ, մենք ունենք շատ ավելի ակտիվ եւ գործուն երկխոսություն, քան բազմաթիվ երկրներ, որոնք իրար հետ ունեն դիվանագիտական հարաբերություններ, անշուշտ իրավացի կլինի որևէ մեկը, եթե ասի, որ պետքա ժամանակն ավաղուց արդեն, որ այդ երկխոսությունը շոշափելի արդյունքներ ունենա գետնի վրա, ես եթե որևէ մեկ այդպիսի բան ասի, ինքս կհամաձայնվեմ, իհարկե այդ երկխոսությունը շատ տևական ժամանակ եւ շատ դրական հունով զարգացել է, բայց նաև վերջնարդյունքներ, իհարկե կան միջանկյալ արդյունքներ, բայց վերջնարդյունքները տեսնելու ժամանակն է, սա է մեր համոզմունքը, խոսելով միջանկյալ արդյունքներից, ուրեմն նախ համատեղ մի քանի բան է արվել, խոսակցություն, երկխոսությունը կա շարունակվում է, բայց նաև գետնի վրա տեղի ունեցած որոշ բաներ, օրինակ փետրվարից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի ուրեմն մարգարե անցակետը հիմնարարվել է, պատրաստ է ուրեմն գործելուն եւ այս անցակետը ամբողջությամբ ուրեմն վերահսկվում է Հայաստանի Հանրապետության սահմանային զորքերի կողմից խոսեցինք ռազմավարական երկխոսությունից այս տարվա առաջին կեսին արդեն մենք հնարավորություն ենք ունեցել նոր երկգործընկերների հետ հավաստել կամ ստեղծել այսպիսի ձևաչափ Նիդերլանդների հետ մենք արդեն ռազմավարական գործընկերներ ենք առաջ անցնելով նշեմ, որ կան մի շարք այլ երկրներ, ում հետ նույն բանակցությունները ունենք, վարում ենք, հարկ եմ համարում հիշեցնել նաև նախորդ թիվ մենք ռազմավարական երկխոսություն ենք հաստատել Մեծ Բրիտանիայի հետ, Միացյալ Թագավորության հետ։ Իհարկե ակնհայտորեն շատ բովանդակալից մեծ եւ հարուստ օրակարգ ունենք Ֆրանսիայի հետ եւ հարկ է նկատել, որ սա բացի բավական լուրջ ուրեմն նախադրյալներից, պատմական նախադրյալներից նաեւ եթե կուզեք, բայց նաեւ բավականին զգալի չափով պայմանավորված է օրինակ անձամբ նախագահ Մակրոնի եւ վարչապետ Փաշինյանի ջանքերով Եվ ոչ միայն իհարկե մյուս գործընկերներ, չեմ կարող չանդրադառնալ Իրանի հետ մեր հարաբերությունների երկխոսությանը, լինի դա թե երկկողմ, ուրեմն ձևաչափով կամ համատեքստում, թե տարածաշրջանային առումով։ Մարտին տեղի ունեցավ Իրանի արտաքին գործերի նախարարի այցը Երևան, մեր երկու երկրների միջև բարձրաստիճան փոխացելությունները անընդհատ են, հաճախակի են, ընդգրկում են տարբեր գերատեսչություններ, մենք սպասում ենք նախագահ Փեզեշքյանին Երևանում